Սիրելիներ, զարմանքը և սերն Աստծո նկատմամբ միախառնվելով դառնում են երկյուղ Աստծո, որովհետև այն, ինչ որ մեր հավատքից բխում է, այն, որ չի ակնկալում ինչ որ հրաշք Աստծուց, ահա սա է, որ կատարյալ է դարձնում մարդուն, որովհետև Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. Աստված մեր մեջ երևելի հրաշքներ չի գործում, որովհետև մեր հավատքը կատարյալ է։ Այսօր ավետարանից կարդում ենք մի դրվագ, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս հանդարտեցնում է հողմամրրիկը ծովի վրա, զարմացնելով իր աշակերտներին, որովհետև աշակերտները տեսնելով այս հրաշքը, թե ինչպես Տերը հրամայում է հողմին և ալիքներին և նրանք դադարում են ալեկոծվել և փչել, զարմանում են այսպիսի զարմանքով. Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս և դրանք հնազանդվում են սրան։ Սիրելիներ, առանց սիրո Աստծո նկատմամբ, զարմանքը Աստծո հրաշագործությունների վրա մարդուն կասկածամիտ և թերահավատ է դարձնում, որովհետև ամեն անգամ ստիպում են նրան ստուգել և համոզվել, արդյոք Աստված կարող է որևէ հրաշք գործել։ Այս ավետարանական դրվագով Տերը մեզ սովորեցնում է, որ մեր կյանքի ամեն դրվագում, ամեն իրադարձության մեջ պատրաստ լինենք Աստծո հրաշքը ստանալու, Աստծո հրաշալի կերպով փրկվելու և եթե չունենք սեր Աստծո նկատմամբ, ապա թերահավատ և անկատար ենք մենք։ Մինչդեռ կրկնում եմ, կատարյալ հավատը մարդուն կատարելապես Աստծուն վստահել է տալիս։ Ուստի մենք հավատքով և սիրով Աստծո սիրո մեջ աճելու և Աստծուն վստահելու մեջ ջանանք և մեր փորձությունների ժամանակ հաստատուն և խաղաղ հույսով սպասենք Աստծո փրկության։